այն հարցը, որին մենք պետք է անդրադառնանք եւ գուցե բարդ է, բայց ամեն դեպքում պետք է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Նիկին Վարդանյան, հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց։ Այժմ քննարկում ենք կառավարության ներկայացրած առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան։ Համեցեք Տիկին Նանուշյան։ Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ուզում եմ նախ եւ առաջ դահլիճում ներկա եւ դահլիճից դուրս գտնվող մեր բոլոր կանանց շնորհավորել մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ եւ ցանկանալ, որ դուք սիրելի կանայք լինեք սիրված եւ սիրեք։ Եվ ուզում եմ ասել, որ այսօր եւս մեկ տոն է, որ ամբողջ աշխարհում է նշվում, համաշխարհային միջազգային առողջության պահպանման տոնն է, ապրիլի 7-ը, եւ ամբողջ աշխարհը բոլոր երկրները այսօր նշում են այս տոնը, եւ նշանաբանը այս տարվա համար այսպիսինն է՝ համընդհանուր առողջություն բոլորի համար եւ ամենուր։ Այդ ձեզ էին արձագանքում Տիկին Նանուշյան։ Միանում ենք շնորհավորանքներին։ Ճիշտ ասած սրտիկից հետո մի քիչ դժվար է կենտրոնանալ։ Մենք էլ արդեն հունվարի 1-ից սկսած արդեն 3 ամիս է ունենք նոր համակարգ, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը եւ կարող ենք ասել, որ 3 ամսեկան նորածին ունենք եւ այս 3 ամիսների ընթացքում փորձել ենք տարբեր հարթակներում քննարկումներ իրականացնել, ապահովել ներդրումը վեր հանելով ամեն րոպե ի հայտ եկած խնդիրները եւ այստեղ էլ ուզում եմ ցիտել Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքերը, որ բարեփոխումը պետք է հանդիպի իր խնդրին եւ ցանկացած բարեփոխում ինչքան էր կատարյալ մշակված լինի, սահմանված լինի, միևնույն է ներդրման ժամանակ պետք է հետևել իմպլեմենտացիան իրականացնելիս վեր հանելու խնդիրները, անընդհատ մոնիտորինգի, անընդհատ քննարկումների, շահառուների, ինչպես նաեւ իհարկե ներդրումը իրականացնող մեր բուժաշխատողների հետ։ Մենք էլ այս 3 ամիսների ընթացքում տարբեր քննարկումների արդյունքում ստացել ենք մի շարք առաջարկություններ շահառուների եւ տարբեր շահառուների խմբերի կողմից եւ մշակել ենք այս նախագիծը, որը ներկայացնում ենք ձեր քննարկմանը եւ հաստատմանը։ Այսպիսով առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում մենք առաջարկում ենք մի շարք փոփոխություններ իրականացնել, առաջին հերթին ավելացնել մի շարք խմբեր ընդհանուր խմբերի ցանկում։ Առաջինը դա էլեկտրոնային հարթակով իրականացնող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներին, վարորդներին սկսած մյուս տարի հունվարի 1-ից արդեն թույլ տալ, որպեսզի իրենք էլ կարողանան մասնակից լինել այս համակարգին։ Հաջորդը դա մենք ընդլայնում ենք մարտական, ուրեմն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի իմաստով շահառու ճանաչված մարդկանց շրջանակը։ Հաջորդ փոփոխությունը, որը առաջարկում ենք ձեր քննարկմանը, դա ապահովագրված անձանց, փոխկապակցված անձանց մասով է, ինչպես գիտեք, օրենքը հաստատվելուց փոխկապակցված անձինք արդեն կարող էին ապահովագրվել սկսած 2028 թվականից, բայց քանի որ տարբեր շահառուներից, ովքեր արդեն իսկ հանդիսանում են ապահովագրության շահառու եւ իհարկե գոհ լինելով տրամադրված համակարգի ծառայություններից, իրենք են առաջարկել, որպեսզի փոխկապակցված անձինք, այսինքն իրենց ընտանիքի անդամները, ովքեր ներգրաված չեն ապահովագրության համակարգում, կարողանան նույնպես վճարել եւ մասնակցել ապահովագրության այս համակարգի շրջանակներում տրամադրվող ծառայություններին։ Հաջորդ փոփոխությունը դա ապահովագրավճար վճարող անհատ ձեռնարկատերերի ապահովագրավճարների կատարման պատշաճ ապահովման նպատակով առաջարկում ենք, որ իրենց համար վերջնաժամկետը գործող ապրիլի 20-ի, այս տարվա ապրիլի 20-ի փոխարեն սահմանել հուլիսի 20-ին։
Հաջորդ փոփոխությունը, որը այս փաթեթում առաջարկում ենք, վերաբերում է բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրենքին։ Այստեղ որոշակի կարգավորումներ խմբագրական իրականացում ենք նվազագույն ծավալ և լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց համաձայնության հետ կապված, որոշակի փոփոխություններ նաև խմբագրական իրականացում ենք էթիկայի հանձնաժողովի գործառույթների շրջանակի մեջ, քանի որ առողջության ապահովագրության ներդրման պայմանավորված դիմումների ծավալի ավելացում ենք կանխատեսում, որպեսզի կարողանանք պատշաճ իրականացնել այդ բոլոր փոփոխությունները եւ իհարկե մի քանի շտկումներ ենք առաջարկում, որոնք որ տար ընկալում էին առաջացնում սահմանված օրենքի շրջանակներում, թերևս այս կանը, եթե հարցեր կլինեն, հաճույքով կպատասխանեմ։ Հարցեր համեցեք, շնորհակալ եմ զեկույցի համար, Տիկին Անուշ։ Թագուհի Թոմասյան։ Շնորհակալություն։ Տիկին փոխնախարար, մենք այստեղ գալուց առաջ ես եւ Տիկին Գյուրեղյանը ընտրանքային կարգով գտնվել ենք այսօր Երևանի պոլիկլինիկաներից մեկում եւ այնտեղ արձանագրեցինք, երկու սենյակ հասցրեցինք մտնել, երկու բժիշկներից մեկը այս տարի ընդհանրապես իր խորհրդատվությունների համար չէր վարձատրվել, չէր ստացել աշխատավարձ, մանկաբույժ էր, եւ երկրորդ բժիշկը ստացել էր ավելի քիչ, քան ստանում էր նախկինում։ Հիմա ապահովագրության այս համակարգը, որ ներդրվել է եւ դուք ցանկանում եք ավելի ընդլայնել եւ նոր շերտեր եք ներգրավում, ինչ հաշվարկ է իրականացրել, որպեսզի բժիշկների խնդիրը կարգավորվի եւ նրանք իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությանը զուգահեռ նաեւ պատշաճ վարձատրություն ստանան, սա մեկ։ Երկրորդ, այդ բժիշկների տուգանքի մասն է շատ մտահոգիչ, երբ որ ահազանգ կա, որ պոլիկլինիկաներից ուղեգրվող հիվանդների համար շատ ուղեգրումներ արող բժիշկները ենթարկվելու են տուգանքի։ Այսինքն, ինչպես է վերահսկվելու այս գործընթացը եւ բժիշկը ինչպես կարող է իր մասնագիտական ունակությունները չկարողանալով ծառայեցնել հիվանդին օգնելու, ինքը չուղեգրի եւ որպեսզի տուգանքի մատերիալ չդառնա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար, նախ պետք է նշեմ, որ բոլոր հաշվարկներում մենք հաշվի ենք առել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացված ցուցանիշներ։ Այսինքն, բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան ըստ հաշվարկների, հիմնվելով իրանց իհարկե ծանրաբեռնվածություն եւ այն որակի վրա, որոնք որ իրենք կիրականացնեն։ Եվ դա է պատճառը, որ բազմաթիվ բուժաշխատողներ այս օրերին, այս 3 ամիսների ընթացքում գրանցել են աշխատավարձերի բարձրացում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված անձանց աշխատավարձերի հետ կապված, մենք շրջաբերական ենք պատրաստում, որպեսզի ավելի մանրամասը, չնայած այս 3 ամիսների ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել բուժաշխատողների եւ բժշկական հիմնարկների հետ, ավելի մանրամասը հասկանանք, թե ինչպես է պատահել, որովհետեւ այս 3 ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներին օրինակ պարզվել է, որ ֆիզիատրի դեպքում սխալ մուտքագրումներ են եղել կամ թերի մուտքագրումներ են եղել եւ դա է պատճառը եղել, որ աշխատավարձի բարձրացում իրենց մոտ չի նկատվել։ Շարունակեք հետո արձագանք համեցեք։ Շնորհակալություն։ Տիկին փոխնախարար, ասում եք պիտի ստանան բարձր աշխատավարձ։ Պիտի պետք է, այսինքն ապառնի եղանակով մենք դեռ խոսում ենք, բայց փաստացի այդ մարդիկ 4 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Հիմա ուսապ համատարած երևույթ է, այնպես չի, որ այդ մի պոլիկլինիկայի խնդիրն է, մենք ուղղակի ընտրանքային կարգով ենք այդտեղ մտել։ Եվ այդ պետք է վերածվի իրականում գործողության, ու ես ուզում եմ հասկանալ, բայց հաշվարկները ոնց է կարել, որ այս բժիշկների վրա չի տարածվել։ Երկրորդ, այդ վարակաբանների հետ կապված կար նաև ուրիշ խնդիր, որ նախարարը իր հարցազրույցում ասել է, որ պետք է ընդհանրապես իրենք վերապրոֆիլավորվեն եւ դառնան ընտանեկան բժիշկներ, արդյոք այս ծրագիրը դուք առաջ եք տանելու, որովհետեւ սա իր հերթին բերելու է լրացուցիչ խնդիրներ տուբերկուլեզոյի եւ մյուս վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում։ Եվ երրորդ, խնդրում եմ չշրջանցել հարցերը, ձեր բոլոր հատկացումները բյուջետային եւ ձեր բոլոր պատկերացումները վերաբերվում են այս տարվա առաջին կեսին։ Ես ուզում եմ հասկանալ ինչ է սպասվում տարվա երկրորդ կեսին, հունիսից հետո ապահովագրական համակարգը արդյոք շարունակելու է այս տեմպով, այս պայմաններով աշխատանքը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թովմասյան, իմ համար ճիշտն ասած շատ տարօրինակ է, թե դուք ոնց եք հաջողացրել մտնել այնպիսի երկու սենյակ ընտրանքային եղանակով, որտեղ որ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել։
Ես զարմացած եմ, որովհետև մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում եւ բոլոր սենյակներում, բացի պոլիկլինիկաներում 1-2 մասնագիտական կաբինետից, որոնց մասին կարող եմ խոսել, բոլորի մոտ գրանցվել է բարձրացում, շատ զարմանալի է, թե ոնց հենց երկուսը մտակ, մյուս սենյակները չմտակ կամ օրինակ քաղաքացիների հետ չխոսեցիք եւ ընդհանրապես ես չեմ տեսնում, որ դուք քաղաքացիների շահը նույնպես բարձրաձայն եք դրական թեկուզ առումով։ Ինչ վերաբերվում է մետոդոլոգիային, կարող եք ծանոթանալ իրավական ակտերով հաստատված է թե հաշվարկները ինչպես են արվել, վերապատրաստումները, արձինատուրաները միշտ էլ բաց են ու բոլոր բուժաշխատողները, ովքեր կցանկանան նպատակային արձինատուրայի միջոցով վերապատրաստվել, կարող են վերապատրաստվել, իսկ ինչ վերաբերվում է շարունակությանը, դուք եք օրենքը հաստատել, թե կարծեմ դուք չեք մասնակցել, դեմ եք քվեարկել օրենքին երևի, օրենքը ընդունված է եւ ինքը փուլային ներդրվելու է, ես այդտեղ որևէ ռիսկ չեմ հասկանում ձեզ մոտ ինչու է առաջանում։ Գեգամ Նազարյան, հաջորդ հարցի համար։ Շնորհակալություն։ Այս անցած ամիսներին դուք ինձ թվում է վերլուծություն գոնե մակերեսային հասրած կարակ լինեք, կարող էիք անել։ Այսպիսի մի երևույթ եմ նկատել եւ դա էլ ինձ հուշել են նաեւ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում աշխատող բժիշկները, բժշկուհիները եւ ես ձեզ ուղղակի հորդորում եմ, առաջարկում եմ, որ այսպես արշավ անեք տեղեկատվական ոլորտում, որովհետեւ այսպիսի պնդում կա, տարածում կա, հատկապես տարեց բնակչությունների մոտ, որ հունիսի 7-ից հետո այս ամեն ինչը դադարելու է, որի պատճառով շատ մեծ հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում։ Դուք այս փաստի հետ առնչվել եք, թե չէ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Նազարյան, իրականում ճիշտ եք, բավականաչափ մեծ ապա տեղեկատվություն է տարածվում համակարգում որոշակի fake լրատվական միջոցների եւ որոշակի ուժերի կողմից, մենք էլ ենք տեսնում, բայց պետք է կրկնվեմ, որ օրենքը ընդունված է եւ շարունակելու ապահովագրական համակարգը գործել, ավելին յուրաքանչյուր տարի նոր խմբեր են ավելանալու մինչեւ 28 թվականը, ընդգրկելով մեր ամբողջ բնակչությունը եւ հասանելի դարձնելով առողջապահությունը բոլոր իրենց համար։ Ինչ վերաբերվում է հերթերին, կարծում եմ, որ տարիների ընթացքում այս մարդկանց մոտ խնդիրները առողջական այնքան են կուտակվել, որ այո, գուցե այս սկզբնական շրջանում իրենք փորձում են միանգամից լուծել խնդիրները եւ դա է պատճառը եւ թե բժիշկների բուժաշխատողների ծանրաբեռնվածության եւ թե հերթերի պատճառը, բայց շնորհակալություն առաջարկի համար կշարունակենք իրազեկումը հենց այդ ուղղությամբ, որովհետեւ ապա տեղեկատվությունը բավականին չափ նեգատիվ ազդում է ընդհանուր համակարգի եւ այս բոլոր ծրագրերի եւ մեր քաղաքացիների ընդհանրապես տրամադրության ու վստահության վրա։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն եւ մի դիտարկում եւս շատ պոլիկլինիկաներ այդ հերթերի պատճառով ստիպված են լինում դիմել ոստիկանության օգնությանը հերթերը կարգավորելու համար, պահնորդական ծառայություն են, եթե ֆինանսական միջոցներ երիկում է եւ նաեւ ասեմ իմացեք կան որոշակի տեսակի հիվանդներ, որոնք տեղերը ստանում են եւ փորձում են վերավաճառել դեղատներում եւ այլ տեղերում, որտեղ կարող են, որովհետեւ ես խնդրում եմ դուք այս ամեն ինչին մի քիչ ավելի ուշադիր եղեք, մեր ժողովրդի հնարամտությունը շատ ավելի մեծ է, քան դուք կարծում եք։ Եվ մի հարց, որ խմբերը մեր հասարակության դեռ չեն օգտվում այս համակարգից, ովքեր դեռ չեն ընդգրկվել, էլի։ Այդ մի հատ հստակեցում մտցնենք, որովհետև շատ են հարցնում, ես կամ թե չկամ, այս ինչ տեղի աշխատողը կա, թե չկա, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, նշեմ առաջի հարցի մասով, որ հերթագրման համակարգը պարտադիր պահանջ է հանդիսանում բոլոր եմբուժ հաստատությունների համար, ովքեր որ պայմանագիր են կնքում այս ծրագրի շրջանակում ծառայություն տրամադրելու համար, եւ մենք շուտով կսկսենք արդեն մեր այդ վերահսկողական արդեն այցերը հասկանալու արդյոք հերթագրման համակարգերը պատշաճ ձևով գործում են բոլոր բուժ հաստատություններում։ Ինչ վերաբերում է խմբերին, դուք գիտեք, որ այս ներկա պահին ընդգրկված
խմբերն են մինչև 18 տարեկան երեխաները 65+ մեր քաղաքացիները, ռեզիդենտ հանդիսացող, սոցիալական ապահովության համակարգի մեջ ընդգրկված անձինք, հաշմանդամության խումբ ունեցող անձինք, ինչպես նաև 200,000 եւ ավել աշխատավարձ ստացող անձինք։ Հաջորդ տարվա ընթացքում հունվարի 1-ից մենք կունենանք նոր խումբ, դա մինչև 200,000 ստացող անձինք են եւ այս նախագծով մենք նույնպես ավելացնում ենք մի քանի խումբ, ինչպես արդեն նշեցի, դրանք փոխկապակցված անձինք են, այսինքն ընտանիքի անդամում, եթե որևէ մեկը աշխատում է, կարող է իր հարկային գործակալի միջոցով նաեւ ապահովագրել իր ընտանիքի անդամին, ինչպես նաեւ նշեցի տաքսի ծառայության վարորդները։ Մյուս տարի արդեն մնացած խմբերը գյուղացիական տնտեսության։ Արմենովիկ Յուրեղյան։ Շան, թե ինչպես ստացվեց, որ մենք հենց այդ երկու կաբինետները այցելեցինք, ստացվեց այդպես, որովհետև դրանք երևի հավանաբար շատ են, մենք մտանք եւ երկուսնում էլ այդ նույն բանը արձանագրեցինք եւ այստեղ այո, խնդիրը բժշկին ըստ արժանվույն վարձատրելու մասին է։ Դուք ասում եք աշխատավարձերը բարձրացել են, դուք խոսում եք բացարձակ աշխատավարձի մասին, բայց դուք այդ բացարձակ աշխատավարձի բարձրացում չպետք է համարեք, որովհետև ավելացել է բժիշկների աշխատանքային բուրս ծառայությունների քանակը, ծավալները մեծացել են, միգուցե ինչ որ մի խմբի աշխատավարձ բարձրացել է բացարձակ, բայց դա աշխատավարձի բարձրացում չէ, որովհետև կոնկրետ մեկ ծառայության համար բժշկի աշխատավարձը իջել է։ N անգամ X, հա, կոնկրետ այդ մեկ ծառայության համար բացատրությունը իջել է, սա աշխատավարձի իջեցում է, սա աշխատավարձի բարձրացում չէ, մեկ։ Հաջորդը Ցավոք ժամանակը ավարտվեց, տիկին Յուրեղյան, համեցեք պատասխան։ Տիկին Յուրեղյան, շնորհակալություն հարցի համար, մի քիչ ճիշտ ասած չհասկացա հարցը, ասում եք ընդհանուր ծավալ աշխատավարձը բարձրացել է, բայց աշխատավարձը չի բարձրացել, նվազել է, աշխատավարձը որ բարձրացել է, ուրեմն փաստենք, որ բարձրացել է աշխատավարձը, չի նվազել, ընդհանուր բյուջեն առողջապահության հատկացված այս համակարգին ավելացել է եւ բավականաչափ ավելացել է առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջ բյուջեն եւ 3 ամիսների ընթացքում ենք բավականաչափ մեծ ծավալի բյուջե ենք փոխհատուցել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին իրենց կատարված աշխատանքի համար, հիմա որ բյուջեն ավելացել է, այդ բյուջեից մեջ աշխատավարձն էլ ավելացել չենք կարա էլի փաստենք որ չէ աշխատավարձը նվազել է տիկին Յուրեղյան։ Արձագանք տիկին Յուրեղյան։ Տիկին Նանուշյան, եթե դուք չհասկացաք, դա չի նշանակում, որ աշխատավարձը բարձրացել է։ Եթե մեկ հիվանդին ընդունելության համար նախկին տարիներին բժիշկը ստանում էր 5000 դրամ, հիմա ինքը ստանում է 1000 դրամ, բայց փոխարեն ինքը մեկ հիվանդի փոխարեն այսօր ասենք 6 հիվանդ է ընդունում եւ այդ 1000-ով 6 անգամ 1000-ը 6000 է, ինքը ստանում է 6000, բայց իր աշխատավարձը չի բարձրացել։ Ինքը 6 հիվանդի համար ստանում է 6000 դրամ, նախկինում 1 հիվանդի համար ստանում էր 5000։ Այ որ լավ մանրամասը այդ վերլուծեք, կհասկանաք ինչի մասին եմ խոսում։ Հաջորդը։ Հիմա հարցս, այստեղ դուք առաջարկում եք 11-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով ուսանողների, հա, ուսանողների ցանկի ավելացում այս համակարգում, ես ուզում եմ հասկանալ ինչի նկատի ունեք, երբ որ գրում եղածի մեջ փոփոխություն եք արել եւ գրել եք ռեզիդենտ ուսանողները, հա, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող։ Ես ինքս առաջարկել էի միակողմանի ծնողազուրկ ուսանողների, ստացիոնար սովորող ուսանողների ցանկնել ավելացնել, բայց այստեղ ոնց որ թե էլի կիսատ է մնացել, ինչու։ Տիկին Յուրեղյան, նայեք, ավելացել է ամբողջ բյուջեն, ֆինանսները ավելացել են պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, ավելացել են հիվանդների քանակները, ձեր ասած առաջ որ մի հիվանդի համար 5000 էր կամ 1000 էր ստանում, չի կարա մի հիվանդի համար 5000 ստանալ, հիմա 1000 ստանալ։ Հիմա ավելացել է եւ դուք էլ ձեր հանդիպումների ընթացքում արձանագրել եք, որ բժիշկները իրանց նաեւ կողմից պարզաբանում են ձեզ, ասում են որ չէ, ավելացել է, պեր կապիտան ավելացել է, աշխատավարձերը ավելացել է, հիմա նորից պնդել որ չէ, չի ավելացել, չեմ հասկանում։ Հետո տրամաբանությունն էլ չեմ հասկանում։ Բյուջեն ավելացել է, հիվանդների թիվը ավելացել է, ո՞նց կարող է բժշկի աշխատավարձը նվազի։
Ոչ մի կերպ չեմ հասկանում, որ անտրամաբանական է։ Ինչ վերաբերվում է, թե ինչ ենք ավելացնում ենք այս նոր նախագծով մինչև 1 տարեկան երեխաներին նախքին հաստատված օրենքում երեխաները ընդգրկված էին, ուրեմն նվազագույն եւ լրացուցիչ ցանկի մեջ, հիմա տեղափոխում ենք իրենց ապահովագրական համակարգ, որովհետեւ նախկինում իրենց ռեզիդենտության հետ կապված հարցերը դժվար էր, որտեղ գիտեք, ռեզիդենտությունը որոշվում է նախկին 12 ամիսների ընթացքում։ Շնորհակալություն Տիկին Անուշյան, ելույթի հարցերին պատասխանելու համար հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ անմիջապես այս հարցի քննարկման ավարտից հետո